Այստեղ եմ ոչ թե սգալու համար, ես այստեղ եմ պահանջելու և տեր կանգնելու այն արժեքներին, որոնց համար իմ որդին ու նրա ընկերները տվեցին իրենց ամենաթանկը, կյանքը։ Ուզում եմ հստակ նշել, որ այս իշխանությունը իմ անձնական և իմ երկրի թշնամին է։ Նրանք չեն խնայել մեր զավակներին, նրանք չեն հարգել մեր զոհողությունն ու շարունակում են քայքայել մեր պետականությունը հիմքերից։ Եվ այսօր այս իշխանությունը թշնամի է իմ որդու և բոլոր հերոս տղաների հիշատակին։ Արմանս կամավոր զենք է վերցրել ոչ նրա համար, որ այսօր այդ հայրենիքը մաս վաճառեն։ Նա զենք է վերցրել, որ իր որդին և բոլոր մեր զավակները այդ հայրենիքում ապրեն հպարտ, որպես հայ։ Մեզ փորձում են վախեցնել պատերազմով, մատուցել կեղծ խաղաղություն, բայց որպես որդուն կորցրած մայր ամենալավը ես գիտեմ խաղաղության գինը։ Մենք կողմնակից ենք իրական խաղաղության, որը հիմնված է ուժի, հարգանքի և ոչ թե ծնկի գալ, ծնկի եկած մուրացկանության։ Եվ մենք ուզում ենք արժանապատիվ ապրել, արժանապատիվ կյանք, որտեղ հայի տեսակը ստիպված չի լինի ամաչել իր անցյալի կամ վախենալ իր ապագայի համար։ Բայց մի լավ պատգամ է թողել որդիս վերջի իր ուղերձում, նա ասել է ամեն ինչ լավ է լինելու, հաստատ լավ է լինելու։ Եվ ես այստեղ եմ այդ լավի համար, սպասում եմ այդ լավին։ Ես մեր որդիները չեն զոհվել, որ մենք այսօր թշնամուն հանձնենք մեր հայրենիքն ու մեր ապագան, մեր պատիվը։ Ես ակնկալում եմ, որ այս պայքարը կլինի մինչև վերջ, հանուն արդարության, հանուն պատժի, նրանց, ովքեր մեր տները սև հագցրին, և հանուն այն Հայաստանի, որտեղ մայրերը ստիպված չեն լինելու փողոցներում արդարություն փնտրելու։ Մենք իրավունք չունենք նահանջելու, մենք պարտավոր ենք կառուցել այն լավ Հայաստանը, որի մասին վերջին վայրկյանին հաստատակամությամբ խոսում էր իմ որդին Արմանս։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ ես չեմ ուզում ապրել թուրքի հետ, ու ես չեմ կարող թուրքի հետ ապրել, և չեմ կարող իմ որդու շիրիմը թողնել ու այլտեղ գնալ։ Այսուտ դրա համար ես այստեղ եմ և ընտրելու եմ այն մեծ ուժին, որը րոպեներ առաջ կազատի մեզ այս չարիք իշխանությունից։ Փառք մեր հերոսներին